ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևորի մասին նախ համառոտ։ Պատերազմը մի քայլ հեռու, տարհանման կոչեր, ռազմական կուտակումներ եւ աճող սպառնալիքներ։ Փորձագետները զգուշացնում են, հարվածը կարող է լինել ցանկացած պահի, ինչ է սպասվում Իրանին եւ տարածաշրջանին։ Ազդեցության պատերազմ առանց կրակոցի, միլիարդավոր դոլարներ, լոբինգ եւ քաղաքական ճնշումներ միջազգային օրակարգը վերահսկելու համար։ Ինչպես է Ադրբեջանը ձևավորում իր շահերին ծառայող աշխարհը եւ ինչ հակազդեցություն ունի հայկական կողմը։ Ինչ է հայտնի Աջափնյակի արյունալի դեպքի մասին եւ ինչ վիճակում են վիրավորները։ Հայաստանի Հանրապետության երկաթուղիների կառավարումը Ռուսաստանից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է մեկ գիշերում փլուզվել, ինչ սպառնալիք է հնչում Ռուսաստանից։ Եվ ինչու են ձերբակալել Մեծ Բրիտանիայի թագավորի եղբորը։ Մերձավոր արևելքում լարվածությունը նոր փուլ է մտնում։ Լեհաստանի վարչապետը կոչ է արել Իրանում գտնվող իր երկրի քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը, զգուշացնելով, որ ժամերից տարհանումը կարող է արդեն անհնար լինել։ Միաժամանակ ըստ իսրայելական լրատվամիջոցների Միացյալ Նահանգները ռազմական ուժեր է տեղակայում Իրանի սահմանների մոտ, ընդլայնելով իր ներկայությունը նաև տարածաշրջանի երկրներում։ Լրատվամիջոցները գրում են նաև, որ հակաօդային պաշտպանության համակարգեր են տեղակայվել Մերձավոր արևելքում գտնվող մոտ 20 ամերիկյան բազաների պաշտպանության համար։ Միաժամանակ շարունակվում են Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից դեպի տարածաշրջան ամերիկյան ռազմական բազաներ ավիափոխադրումները։ Մեծ Բրիտանիան եւս ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը, ուղարկելով 6 F-35 կործանիչ եւ 2 օդային լիցքավորման ինքնաթիռ։ Ըստ իսրայելական աղբյուրների, Իրանի գործողությունների հիմնական նպատակը ժամանակ շահելն է, հնարավոր հարվածը հետաձգելու համար։ Վերլուծաբանները չեն բացառում, որ զարգացումները կարող են շատ արագ անցնել ռազմական փուլ։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին։ Նրա խոսքով բանակցությունները փաստացի արդյունք չեն տալիս, իսկ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը հասել է պատմական ամենաբարձր մակարդակին։ Փորձագետը նշում է, որ տեսականորեն ռազմական գործողությունները կարող են սկսվել նույնիսկ վաղը։ Դատելով ռազմական ներկայության կառուցվածքից, Պենտագոնը չի դիտարկում ցամաքային որևէ գործողություն եւ օպերացիան կրելու է հրթիռային հարվածների բնույթ։ Սակայն բաց է մնում առանցքային հարցը. ԱՄՆ-ի նպատակը միայն ռազմական եւ տնտեսական ենթակառուցվածքներին հարվածելն է, թե նպատակը Իրանի քաղաքական ղեկավարության տապալումն է։ Մի բան փաստ է, եթե պատերազմը սկսվի, դա կարող է դառնալ ԱՄՆ-Իրան առաջին լայնամասշտաբ ուղիղ առճակատումը։ Այսպիսով դիվանագիտական փակուղին եւ ռազմական կուտակումները տարածաշրջանում մեծացնում են լայնամասշտաբ բախման վտանգը։ Իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, զարգացումների ցանկացած սցենար հնարավոր դարձնելով առաջիկա օրերին։ ԱՄՆ ճնշման ֆոնին Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը այսօր Հորմուզի նեղուցում համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում։ Ռուսաստանն ասել է, որ դրանք նախապես էին պլանավորված։ Իրանի պետական լրատվամիջոցները, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող ալիքները իրենց հերթին ցուցադրել են ստորգետնյա թունելներից եւ հրթիռային բազաներից կադրեր, որոնք ուղեկցվում են զգուշացումներով, որ երկիրը պատրաստ է պաշտպանվել արտաքին սպառնալիքներից։ Մոսկվան էլ զսպվածության կոչ է անում։ Ռուսաստանի արտգործնախարարը զգուշացրել է, որ Իրանին ցանկացած նոր հարված լուրջ հետևանքներ կունենա։ Ալ-Արաբիայի հետ հարցազրույցում Սերգեյ Լավրովը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ գտնել այնպիսի լուծում, որը Իրանին թույլ կտա իրականացնել իր միջուկային խաղաղ ծրագիրը։ Սա լավ հետևանքներ չի ունենա։ Արդեն հարվածներ հասցվել են Իրանի միջուկային օբյեկտներին, եւ որքան հասկանում ենք, միջուկային վթարի իրական ռիսկեր կային։ Բոլորն էլ հասկանում են, որ սա նման է կրակի հետ խաղալուն։ Ռուսաստանը շարունակում է կանոնավոր կապի մեջ լինել Իրանի ղեկավարության հետ, եւ որևէ պատճառ չունի կասկածելու, որ Իրանը անկեղծորեն ցանկանում է լուծել խնդիրը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն։ Միջազգային լարվածության ֆոնին ակտիվանում են նաև Ուկրաինայի շուրջ զարգացումները։ Ամերիկացի սենատորները, որոնք այս օրերին այցելում են Ուկրաինա եւ տարածաշրջանի երկրներ, Վաշինգտոնին կոչ են անում չսահմանափակվել բանակցություններով եւ ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Նրանք հայտարարում են, որ պատրաստ են առաջ մղել նոր, ավելի կոշտ էներգետիկ պատժամիջոցներ եւ օրենսդրական նախաձեռնություններ, ստիպելու Մոսկվային դադարեցնել պատերազմը Ուկրաինայի դեմ։ Միջազգային ճգնաժամերի ֆոնին այսօր Վաշինգտոնում մեկնարկում է Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որը ստեղծվել է Գազայի հրադադարի պահպանումն ու հետպատերազմյան վերականգնումը վերահսկելու նպատակով։ Խորհրդի նախագահը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, իսկ նիստին մասնակցելու համար Միացյալ Նահանգներում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդի կազմում ընդգրկված է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Միևնույն ժամանակ ոչ բոլոր կողմերն են միացել նախաձեռնությանը։ Կրեմլը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել խորհրդի առաջին նիստին, Վատիկանը ևս մերժել է հրավերը։ Միջազգային քաղաքական զարգացումների ֆոնին ուշադրության կենտրոնում են նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները և ռազմավարական ենթակառուցվածքների շուրջ քննարկումները։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն կասկածի տակ է դրել Հայաստանի իշխանության մտադրությունը փոխել երկաթուղիների կառավարման ներկայիս համակարգը։ ՏԱՍ-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ նման որոշումները կարող են լինել չմշակված և առկա համակարգը կարող է մեկ գիշերում փլուզվել։ Դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ եւ վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում։ Դիվանագիտական լեզվով ասված չմշակված որոշումները, այդ թվում ԱՄՆ-ի հետ միջուկային թեմայով համագործակցությունը չեն հանգեցնի այնպիսի վտանգավոր փորձերի, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի հասարակ քաղաքացիները։ Մինչ Երևանն ու Մոսկվան քննարկում են երկաթուղու հարցերը, տարածաշրջանում արդեն հնչում են նոր հարցեր երկաթուղիների և ռազմավարական կապերի վերաբերյալ Վրաստանից։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ոչ մի այլընտրանքային երթուղի երբեք չի կարող փոխարինել Վրաստանի ռազմավարական դերի, բայց նաև ընդգծել է, որ ընթացող քննարկումները Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ կարող են բարելավել տարածաշրջանի կապերը։ Ներկայումս ինտենսիվ բանավեճ է ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման վերաբերյալ, և մենք կարող ենք շատ պարզ և հանգիստ ասել, որ դա լավ է տարածաշրջանի համար։ Եթե դրանք զարգանան և մեր տարածաշրջանում նոր երթուղիներ հայտնվեն, մեր տարածաշրջանի արժեքը կապի առումով միայն կաճի։ Բայց ուղղակի անհնար է, որ որևէ երթուղի կարողանա փոխարինել Վրաստանին, հաշվի առնելով, որ այդ միջանցքը գոյություն ունի, գործում և զարգանում է այսքան տարի։ Ինչ վերաբերում է Վրաստանի նկատմամբ ադրբեջանահայկական հարաբերություններն օգտագործելու, երկիմաստություն ստեղծելու կամ բարդ հարցեր դնելու որոշ կողմերի փորձերին, մենք այդ ամենը հստակ տեսնում ենք, դա չենք դիտարկում որպես մրցակցություն Վրաստանով անցնող երթուղու համար։ Իսկ ինչ է իրականում տեղի ունենում հայկական երկաթուղիների շուրջ և ով է թելադրում այս երկաթուղային խաղի կանոնները, թեմային անդրադարձել էինք 2 օր առաջ։ Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որոշ երկրներ խնդիր են տեսնում, որ Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո է, ուստի նպատակահարմար չեն համարում Նախիջևանով դեպի Երասխ երկաթգծի շարունակությունը։ Լուծման իր տարբերակն առաջարկեց։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Թե որ երկրներն են ընդգրկված հնարավոր բարեկամական երկրների ցանկում, Փաշինյանը չմանրամասնեց։ Միայն պարզաբանեց, այդ պետությունը Իրանը չէ։ Մինչդեռ օրեր առաջ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, Ռուսաստանին են դիմել երկաթգծի Երասխ աղուրիկ հատվածը վերանորոգելու համար։ Փորձագետի պնդմամբ այս հայտարարությունները հակասում են իրար։ Մի շարք հարցեր առաջ բերում։ Ոչ միայն կապված են հանգամանքի հետ, թե որ երկրներն են դեմ եւ որ երկրներն են հավակնում Ռուսաստանից գնել այդ իրավունքը, եւ ոչ միայն այն հարցը, թե Ռուսաստանը պատրաստ է արդյոք այդ իրավունքը վաճառել, եթե ռուսներին Երևանը առաջարկելու է հրաժարվել կառավարման իրավունքից, ապա ինչ տրամաբանությամբ ռուսական կողմը պետք է նորոգի այդ հատվածները, նորոգի այլ ընկերության համար, հաստատի այդպես է ստացվում։ Ալիևը Մյունխենում փետրվարի 13-ին հայտարարել էր, Թրամփի ուղին չի նախատեսում շարունակություն դեպի Երասխ, այլ Նախիջևանով նախատեսում է շարունակություն դեպի Թուրքիա։ Այս լուծումը շրջանառվող դոմինանտ տարբերակն է։ 224 կիլոմետր երկարությամբ Կարս Նախիջևան երկաթուղին, որը շրջանցելու է Հայաստանը, նախորդ սեպտեմբերից է կառուցվում։ Երկաթուղային ցանցից Հայաստանի դուրս մնալու պատճառը սակայն ռուսական կառավարումը չէ։ Թե ով է կառավարում Հայաստանի երկաթգիծ, բացարձակապես կապ չունի։ Ճանապարհները դեպի Հայաստան չպետք է բացվեն։ Մենք պետք է թույլ տրվի այսպես կոչված թրիփը կամ ինչպես իրենք են ասում Զանգեզուրի միջանցքը գործի զուտ իրենց շահերի համար, մնացածը իրենց պատկերացնում նույնը պետք է մնա։ Հայաստանը պետք է շարունակական լինի շրջափակման մեջ եւ Կարս Իգիլ Նախիջևան ճանապարհը շրջափակումը պետք է խստացնի։
Այս ֆոնին հակառուսական քարոզչությունը Հայաստանի իշխանությունների օրակարգի մի մասն է դարձել։ Փորձագետի պնդմամբ սա նույնպես այդ փորձերից մեկն է։ Մոսկվան դեռ Փաշինյանի հայտարարությունից առաջ էր տեղեկացրել. Երևանի հետ նորոգումների վերաբերյալ առարկայական բանակցություններ կան։ Այն, որ սրան հետևում է Փաշինյանի վարձակալին փոխելու հայտարարությունը, ավելի է խորացնում այդ համոզմունքները։ Տպավորություն է ստեղծվում, որ այստեղ փորձ է արվում քարոզչական ինչ-որ հնարքով ստեղծել տպավորություն, թե Նախիջևանից երասխ Թրամփի ուղին չի շարունակվում ոչ թե որովհետև Երևանը վատ է բանակցել, այլ որովհետև այդտեղ կա ռուսական գործոն եւ պատասխանատվությունը փաստացի այդպիսով հերթական անգամ գցել կամ նախկինների, որոնք Ռուսաստանին տվել են այդ իրավունքը, կամ հենց Ռուսաստանի գերպանը, որը մեծ հավանականությամբ նաև կարող է չհրաժարվել իր այդ իրավունքից։ Այսպիսով տարածաշրջանում երթուղային նախագծերը շարունակվում են ակտիվ քննարկել, սակայն վերջնական պայմանավորվածությունները դեռ ամբողջությամբ հստակ չեն։ Միևնույն ժամանակ հաղորդակցային նոր ուղիներից դուրս մնալու վտանգի ֆոնին ավելի հաճախ քննարկման կենտրոնում է հայտնվում ոչ թե ապագա երթուղիների ձևավորումը, այլ դրանց կառավարման եւ պատասխանատվության հարցը։ Սեդա Գյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Միջազգային քաղաքականությունը վաղուց դադարել է լինել միայն հրապարակային հայտարարությունների ու պաշտոնական հանդիպումների դաշտ։ Ազդեցության համար պայքարը տեղափոխվել է միջազգային հարթակներ։ Այստեղ որոշում են ոչ թե զենքերը, այլ փողը, կապերը եւ լոբինգը։ Եվ այս խաղում յուրաքանչյուր քայլ ունի քաղաքական գին։ Խոսքը ոչ միայն տարածքային պահանջների, այլ նաեւ միջազգային ընկալումների փոփոխության մասին է։ Թուրք-ադրբեջանական համագործակցությունը այս ռազմավարության առանցքում է՝ մեկի դիվանագիտական դռները, մյուսի ֆինանսական լծակները։ Այս խաղում հաղթում է ոչ թե նա, ով բարձր է խոսում, այլ նա, ով կարող է ձևավորել որոշումներ։ Արցախ, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, Արևմտյան Ադրբեջան ու ագրեսորի դիմակից ձերբազատում։ Բաքուն մոբիլիզացրել է քաղաքական, ֆինանսական եւ դիվանագիտական ամբողջ ռեսուրսը միջազգային այնպիսի միջավայր ստեղծելու համար, որը կսպասարկի իր ռազմավարական շահերը։ Սա պարզապես հայտարարությունների պատերազմ չէ, սա ազդեցության համար մղվող պայքար է։ Միևնույն ժամանակ առաջ են մղում նաև Արևմտյան Ադրբեջան այդ կեղծ նարատիվը, հատկապես Արցախահայերի տեղահանությունից եւ Արցախի լիակատար օկուպացիայից հետո իրենց գլխավոր նպատակը հատկապես Եվրոպայում լոբիստական կազմակերպությունների միջոցով հենց Արևմտյան Ադրբեջան թեզը առաջ տանելն է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը միայն մարտի դաշտում չէ, որ համատեղ է գործում։ Անկարան բացում է դիվանագիտական դուռը, Բաքուն ապահովում ֆինանսական լծակները։ Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ դեպքերում թուրքական եւ ադրբեջանական այսպես կոչված համայնքների ներկայացուցիչները հանդես են գալի ընդհանուր ճակատով։ Թուրքական կազմակերպությունները, համայնքի ներկայացուցիչները, որոնք ավելի արմատավորված են արևմուտքում, իրենք տրամադրում են մեխանիզմները, որոշակի ազդեցության ճանապարհներ, իսկ ֆինանսավորման բեռը իր վրա վերցնում է Ադրբեջանը։ Ֆինանսական բաղադրիչն այս քաղաքականության առանցքային մասն է։ Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, որոնք ուղղվում են քաղաքական որոշումների վրա ազդեցություն գործադրելուն, փորձագիտական դաշտում օրակարգ ձևավորելուն եւ մեդիա ազդեցություն ապահովելուն։ Միաժամանակ վերջին տարիներին նկատվում է լոբիստական ռազմավարության վերաձևում։ Մենք գիտենք, որ նաև Արցախը դարձրել են, այսպես ասած, տուրիստական կենտրոն, այնտեղ պարբերաբար հրավիրում են լրագրողների, տարբեր տուրիստական կազմակերպության ներկայացուցիչների եւ նրանց միջոցով հաջորդաբար միջազգային լրատվական գործակալություններում հրամցնում են այն ինֆորմացիան, որը ցանկալի է այդ թուրք-ադրբեջանական լոբիստական կոալիցիային։ Ադրբեջանական լոբինգն ակտիվացել է նաև օկուպացված Արցախում կատարված ավերածությունների եւ մշակութային վանդալիզմի հետևանքները քողարկելու ուղղությամբ։ Առաջնահերթությունների թվում է Զանգեզուրի միջանցքը, սակայն այստեղ Բաքուն գործում է ավելի նուրբ, հաշվի առնելով տարածաշրջանային բարդ հաշվեկշիռը եւ խաղաղության խաչմերուկ կոչվող օրակարգը։ Այս պահին իրենք առավելապես տեսանելի են հրեական կազմակերպությունների միջոցով արտերկրում։ Մենք եթե նախորդ տասնամյակի ընթացքում կտեսնեինք կոնկրետ Ադրբեջանից ֆինանսավորվող եւ այսպես ասած երիտ ադրբեջանցիներ իրենցից ենթադրող կազմակերպություններ Բրյուսելում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլն, ապա այս պահին դրանք որպես այդպեսին չեն երևում, փոխարենը եկել է իրենց փոխարեն հրեական լոբին։ Թուրք-ադրբեջանական քարոզչության թիրախ է դարձել նաև Սփյուռքը։ Արցախի նախկին արտգործնախարարը ներկայացնում է վերջին օրինակներից մեկը։ Ամերիկայի վերջի օրերին նաև մի սկանդալ կա,
թուրքական ծագումով հայտնի գիտնական բժիշկ է Մեհմեդ Özözk, որը նաև պետական պաշտոնյա է փաստորեն ԱՄՆ-ում, բացահայտ ատելության արշավ էր սկսել հայկական համայնքի հետ, մեղադրելով հայերին նրանում, որ նրանք ազգովի զբաղվում են խարդախությամբ եւ խաբեությամբ։ Սակայն ազդեցության համար մղվող այս պայքարը միակողմանի չէ։ Հայկական Սփյուռքը նույնպես փորձում է ձևավորել հակազդեցություն Ադրբեջանին զսպելու համար։ Ադրբեջանի կառավարությունը, Թուրքիո կառավարությունը միլիոններ կվճարեն Ամերիկայի լոբիինգական գազམ་ագերբություններու, որպեսզի մեկ կողմ դրվի Արցախի ցեղասպանական դեղահանումը, մեկ կողմ դրվի բանակներու հարցը, մեկ կողմ դրվի Հայաստանի անվտանգության հարցը, եւ ասորտեմ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը եւ ամերիկահայ քաղուտը աշխատացելով 50 նահանգներու մեջ, թե տաշնակցային մագարտակի վրա, թե նահանգային մագարտակի վրա, նույնիսկ դեղային մագարտակի վրա, ասորտեմ գաշխատի։ Լոբինգը դարձել է քաղաքական պայքարի առաջնագիծը, այն չի չափվում հայտարարություններով, այլ ազդեցությամբ, իսկ ազդեցության համար պետք է ոչ թե արձագանքել, այլ խաղալ նույն կանոններով։ Գառնի Մութաֆյան, Մեհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ադրբեջանական լոբինգի հետևանք էր նաև այն, որ ձմեռային օլիմպիական խաղերում երաժշտության Արցախ անվանումը չհնչեց, բայց Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործությունը 5-րդ անգամ հնչեց օլիմպիական խաղերում։ Բայց առաջին անգամ է, որ Արցախ երաժշտության տակ սահեցին հենց Հայաստանը ներկայացնող գեղասահորդները։ Ադրբեջանը մշտապես պայքարում է ստեղծագործության դեմ։ Նախ հայտարարում էր, թե Արցախը ադրբեջանական ստեղծագործություն է։ Հետո հաջողության չհասնելով ներողություն խնդրեց։ Հիմա էլ գեղասահքի օլիմպիական խաղերին մասնակցող զույգի դեմ է սկսել պայքարը, ասելով, թե երգը անջատողական տրամադրություն է ստեղծում։ Լսենք ինչպես է մեկնաբանում այս լուրերը Արա Գևորգյանը։ Մարդիկ կան, որոնք ինձ վատ հուշումներ են անում, ասում են, իսկ որ անունը փոխես, անունը փոխել, պարզապես որ երեխայի անունը բռնես փոխես, այդպես բան չի լինում։ Երաժշտությունը կոչվում է Արցախ, Արցախով էլ պետք է ինքը շարունակվի հնչել։ Ով դեմա, ով կողմա, դա բացարձակ հետաքրքիր չի, որովհետև ինքը երաժշտություն է, պետք չի խառնել քաղաքականության մեջ։ Ես օրինակ այս տարվա Միլանի օլիմպիական խաղերի ժամանակ, երբ որ այնտեղ ադրբեջանցիները բողոք էին ներկայացրել, դա չէր վերաբերվում երաժշտությունը ձերն է, թե մերն է։ Դա էլ եւս մեկ անգամ փաստեց, որ ադրբեջանցիները արդեն այդ երաժշտությունից ձեռք են քաշել, եւ նրանք ասել էին հետեւյալը, ես իմացա այդ ամեն ինչը նաեւ մամուլից, որ այդ երաժշտությունը այսօրվա ժամանակի հետ համահունչ չի, որովհետեւ մենք գնում ենք խաղաղության, իսկ երաժշտությունը անջատողական եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ դա միջազգային օլիմպիական կոմիտեի բաց թողումն է, որովհետեւ պետքա միջազգային օլիմպիական կոմիտեն ճիշտ է, խաղաղության կազմակերպություն է, ինքը խաղաղասեր է, միջազգային օլիմպիական կոմիտե, ամենայն հարգանքով այդ կազմակերպությանը, նա պետքա մի քիչ խիստ լիներ, որ ասեր չէ, երաժշտության մեջ քաղաքականություն մի մտցրեք, չկա տենց բան։ Բագրատ arczepiskopos Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց եւս 2 ամսով։ Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստի ժամանակ նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանը մասնակիորեն բավարարեց դատախազի միջնորդությունը, որը պահանջում էր 3 ամսվա կալանք։ Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը որպես հիմնավորում նշեց, թե գործը նախնական դատավարումների փուլում է եւ Բագրատ Սրբազանը կարող է խոչընդոտել ընթացքին։ Դահլիճը միջնորդությունը դիմավորեց ազատություն վանկարկումներով։ Իսկ Աջափնյակի կրակոցներից տուժած եւ հոսպիտալացված քաղաքացիներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 3-ին է ծանր։ Միջադեպի մեղավորներին դեռ չեն բացահայտել։ Մանրամասները գիտի Սեդա Մակարյանը։ Մեկ մարդու կյանք խլած միջադեպը հենց այստեղ է տեղի ունեցել։ Աջափնյակի թաղամասերից մեկում փետրվարի 18-ին 15:00-ի սահմաններում մի խումբ անձին կանկանոն կրակել են միմյանց ուղղությամբ, որի հետևանքով 7 մարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը մահացել է հենց վիրահատության սենյակում։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանցագործության համար կասկածվողների ինքնությունները պարզվել են, սակայն նրանց բացահայտել չի հաջողվել։ Օպերատիվ հետախուզական աշխատանքները շարունակվում են։ Բնակելի թաղամասում օրը ցերեկ
մեկ ով միմյանց դանակահարել ու գնդակահարել են։ Արյան հետքերն այս հատվածում դեռ թարմ են։ Կրակոցի ձայները լսել են բնակիչները, բակում խաղացող երեխաներն էլ վախեցել։ Ձեն ենքան բարձր է, որ երեխեք անգամ այդ ձենից վախից փախան։ Միջադեպին ականատես բնակիչները չեն ճանաչում մասնակիցներին, ասում են, իրենց բակը հանգիստ ու խաղաղ է։ Զարմացած չեն միջադեպից, բայց զարմացած են, որ իրենց բակում է տեղի ունեցել։ Վերջերս շուշուտ ենք լսում նմանատիպ բաներ, դրա համար արդեն ոնց որ սովորական Ամեն դեպքում ես երեխեքին չեմ հանում դուրս։ Հարուցվել է քրեական վարույթ, սպանության փորձի, խուլիգանության եւ ապօրինի զենքի շրջանառության հատկանիշներով։ Իրավապահները պարզում են միջադեպի հանգամանքներն ու շարժառիթները։ Ենթադրյալ հանցագործները դեռ ազատության մեջ են։ Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխված 6 վիրավորներից մեկն արդեն տանն է։ Բոլորը հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակով։ 3-4-ի շրջագայքում 7 տուժած են տեղափոխվել Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոն եւ ցավոք սրտի 7-ից մեկը մահացել է վիրասրահում, մնացածին նաև ցուցաբերվել է բժշկական տարբեր օգնություն, վիրահատվել են բոլորը, ելնելով ծանրության աստիճանից նաև տարբեր վիրահատություններ են կատարվել։ Փառք Աստծո, հիմա բոլորի վիճակը կայուն է, մենք ծայրահեղ ծանր կամ ծանր հիվանդ չունենք, վերահսկելի իրավիճակ է, միջին ծառայության է գնահատվում։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կարծիքով նմանօրինակ միջադեպերի պատճառը կրթությունն է։ Երեկվա տեղի ունեցած միջադեպը մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության եւ մշակույթի հետ կապված խնդրահարույց այսպես իրավիճակի արդյունք է եւ համարում եմ, որ այդ առումով թե կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, բայց բնականաբար նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն։ Դեպքի վայրից տարածված տեսանյութերը վկայում են, որ կրակոցները եղել են ինտենսիվ եւ անկառավարելի։ Սա հերթական դեպքն է, երբ մայրաքաղաքի բնակելի թաղամասում զինված հաշվեհարդար է տեղի ունենում, վտանգի տակ դնելով պատահական քաղաքացիների կյանքը։ Հարցերը սակայն մնում են անպատասխան։ Ինչպես են զենքեր հայտնվում մարդկանց մոտ։ Ինչպես է խմբակային զինված բախում տեղի ունենում բնակելի թաղամասերում եւ ինչու կանխարգելիչ մեխանիզմները չեն գործում։ Քննությունը շարունակվում է։ Սեդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, ABC Media։ Ձերբակալել են Մեծ Բրիտանիայի թագավորի եղբորը նախկին արքայազն Էնդրյու Մաունտբաթեն Վինձորին։ Նա մեղադրվում է սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին գաղտնի նյութեր փոխանցելու համար։ Այս մեղադրանքների ֆոնին նա զրկվել է իր թագավորական բոլոր տիտղոսներից։ Իսկ Վատիկանն արհեստական բանականություն կօգտագործի պատարակները 60 լեզվով թարգմանելու համար։ Ծրագիրը թույլ կտա հավատացյալներին պատարակներին հետևել իրենց սմարթֆոններով, այն կմեկնարկի հաջորդ շաբաթ Սուրբ Պետրոսի տաճարում։ AI-ի միջոցով կատարվող թարգմանությունը կգործի QR կոդի միջոցով, որը մասնակիցները կարող են սկանավորել Վատիկանի մուտքերի մոտ։ Այնուհետև նրանք կստանան իրական ժամանակում աուդիո եւ տեքստային թարգմանություններ առանց հավելված ներբեռնելու անհրաժեշտության։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։